Հիմնարժգաստ, պարոնախարար, աբուգան քրեակատարողական հիմնարկում կաղում են 200 դատապարտված և կալանավորված կանայք և անչափահաս արծիվ։ Արտակարգ դեպքեր չեն վերացվել, հիմնարկը գործում է ըստ օրգանայքի կանոնակարգի և տոնական ծրագրի։ Եկուսով հիմնարկի վեր գնդապետ Սարգսյան։ Ազատ։ Աբուգան քրեակատարողական հիմնարկ պաշտոնականը սովետական դեպքերով ոչ մի անչափահասներինն է։ Ով է երիտասարդը։ Մայրը Կասկածյալն է, հայրիկը դատապարտյալն է։ Հումորը լավն էր։ Տոմկին Էրիկ Ներսիսյան։ Էրիկն է ինքը։ Բայց ինքը իրար վատ չի զգում ոնց էր։ Աշխատում ենք։ Աշխատում եք։ Իսկ ու ադմինիստրացիան էլ աշխատում է տուղությամբ, չէ՞։ Բոլորը։ Ուշադրություն զգում եք, չէ՞։ Իհարկե։ Անուշադրության երբևէ չենք մատնվել երեխայի հետ կապված։ Եվ ընդհանրապես։ Երեխաների աշխատանք։ Եվ ես պատրաստում եմ մի փոքր արվեստից հասկանում եմ։ Դետարկի բաներ կան։ Կա ճիշտ դրություն կա դարել, Մյուս պատին նկարներն են, էլի կանանց աշխատանքներն են։ Դետալ կնայենք։ Շատ լավն է։ Նույնիսկ ընտրելն է դժվար։ Այս առայց։ Լավն է դրություն է։ 5000 դրամ առանցին։ Հետո կվճարես։ Ես եմ շնորհավորել բոլոր մեր հիմնարկում գտնվող, ժամանակավորապես գտնվող մեր տղաներին, շնորհավոր, առողջ եղեք, առողջ եղեք, երկար ապրեք ու հիշեք, որ հայ տղամարդու համար կան կարևոր պատգամներ, պիտի տուն սարքի, կառուցի, ծառ-տնկի, տղա մեծացնի, ավելացնեմ քավոր պիտի լինի և պիտի անի այնպես, որ ծնողների վերջը լինի երջանիկ։ Ուզում եմ շնորհավորել նաև մեր հիմնարկում գտնվող մինչև 3 տարեկան երեխաների տոնը։ Աչքներդ լույս լինի սիրելի կանայք, որովհետև ձեզանից շատերը ունեն երեխաներ, թող նրանց տոնը նաև շնորհավոր լինի։ Պարոնախարար, մենք ունենք 4 տղա, ովքեր ավարտել են միջնակարգ դպրոցը, ես ուզում եմ նրանց էլ շնորհավորել և կյանքի ճանապարհին առաջի լուրջ ու մեծ քայլն են կատարել տղաները, համոզված եմ ու ակնկալում եմ, որ այդպես էլ կշարունակեն։ Բարև ձեզ։ Բոլորիդ ուզում եմ ողջունել, ես այս գեղեցիկ օրը, պայծառ համառային օրը շատ կարևոր համարեցի իմ այստեղ գտնվելը և ուրախ եմ, որ այսօր մեր այս միջոցառումը կա և այստեղ եմ, ձեր հետ եմ։ Ուզում եմ շնորհավորել բոլորին երեխաների պաշտպանության համաշխարհային տոնի կապակցությամբ, բայց այս օրը խորհրդանշական է, որովհետև սա պարզապես տոն չէ, սա մի օր չէ, որ հավաքվում ենք, նշում ենք, ինչ-որ ձևով իրար շնորհավորում ենք։ Սա երևի թե օր է, երբ մենք ևս մեկ անգամ պարտավոր ենք վերաիմաստավորել մեր վերաբերմունքը մեր երեխաների նկատմամբ։ Եվ ոչ միայն մեր երեխաների նկատմամբ։ Մենք պարտավոր ենք մտածել, հասկանալ
Արդյոք մենք արել ենք եւ այսօր անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները ունենան ապահով հայրենիք, մեր երեխաները ապրեն խաղաղ երկրում, ապահով, անվտանգ երկրում եւ մեր երեխաները ունենան երջանիկ մանկություն։ Եվ այսօրը թերևս մենք մի փոքր ավելի շատ պիտի մտածենք այն երեխաների մասին, ովքեր չունեն այն ամենը, ինչ որ ունեն մեր երեխաները։ Այսինքն չունեն ծնողներ, ծնողազուրկ են, գտնվում են մանկատներում, երեխաների, որոնք գտնվում են այստեղ, իրենց ծնողների հետ ճակատագրի բերումով, ինչ-ինչ պատճառներով, երեխաների, որոնք ապրում են սոցիալապես ոչ այդքան ապահով ընտանիքներում, որոնց մանկությունը այնքան էլ պայծառ չէ, այնքան պայծառ չէ, ինչքան որ մենք կուզենայինք կամ իրենց ծնողները կուզենային ունենալ։ Ես կարծում եմ, որ այսօր մենք հատկապես акցենտը պիտի դնենք հենց այդ ուղղությամբ, այդ երեխաների վրա եւ ամեն մեկս փորձենք մեր ուժերի ներածի չափով փորձենք աջակից լինել եւ գոնե այսօրը թեկուզ միայն մի քիչ ավելի պայծառ դարձնել այդ երեխաների առօրյան։ Давай, let's go. Խարդախություն ես արել։ Խարդախություն եմ արել։ Ինչ ես արել։ Հետո կպատմես ես առանց։ Եվ փոշմանել ես։ Հա։ Ինչքան մնաց դեռ։ Հուլիսի 29-ին դուրս։ Հուլիսի 29-ին։ Օրացուցային, բաղ։ Օրացուցային։ Ղարաբաղից այլ։ Ինչքան ժամանակ։ Ինչքան ժամանակ ես։ 2 տարի 4 ամիս։ 2 տարի 4 ամիս եմ դատապարտվել։ Չէ, 6 ամիս եմ դատապարտված, 2 ամիսը դուրս եկա։ Որտեղ ես Ղարաբաղում, որտեղ ես անում։ Ստեփանակերտ։ Ինչ ես անում հետո։ Ստե մնալու եմ Երևան բարձրագույն համալսարանում։ Բարեկամներ ունես։ Հա։ Դենայ, դուրս եկար, եթե կյանքի ընթացքում այդ ուսման, բան եւ այլ հարցերում ինչ-որ խնդիր ունեցար, կարող ես դիմել ինձ։ Շնորհակալ եմ։ Մենակ հանգարց սխալ բաները չանես կյանքում։ Աբովյան քրեակատավական հիմնարկը։ Բարձր։ Ինչ ասեք, ինչ արուց, թե կատակ և թե ուց, թե հեքյատ կատարդական, և թե կյանքեր իրական։ Ինչպես ես ոնց անցան, ոնց եկան, հերացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ ասեք, ինչ անոց, թե կատակ և թե ուց, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր
համոզված ասում ենք, այստեղ ներկա գտնվող եւ ոչ մի ծնողի մտքով երբևէ չէր անցնի, որ իր զավակի վերջի զանգը, ինչին ինքը երազել էր հավանաբար ծնված օրից, կանցկացնել այստեղ։ Մայր, ինձ աշխարհ ես բերել որպես կենսաբանական էակ, փայլ, արդուն քնովդ ինձ ես կել, ինձ հետ ջերմել, ինձ հետ թայլել, ինձ հետ թոթովել, անզուստ ուրախությամբ ճչացել, իմ փոքրիկ, բայց առաջ գնացող քայլերով, համարելով մեզ ձեռք բերել։ Ես քեզ համար ամենագեղեցիկն եմ եղել, ամենախելացին, ամենան։ Մեզ թվաց, մենք այնքան ենք մեծացել եւ ինքնուրույն դարձել, որ կարող ենք թույլ տալ արարքներ, ցավոք որոնց համար պատասխան եք տալիս նաեւ դուք։ Ես ասեմ, որ անչափահասների եւ ավականք կատարողական հիմնարկում, որտեղ զբաղվում են անչափահասներ եւ կանայք դատապարտյալներ, այստեղ ավանդաբար պայմանները շատ ավելի լավ են եղել, շատ ավելի լավ իրավիճակ է, քան մնացած մեր քրեակատարողական հիմնարկներում եւ դա նորմալ է, բնական է, սակայն գտնում եմ, որ եղածի վրա կանգ առնել չի կարելի։ Մենք ինչ ենք նախատեսում, եթե մի քիչ հարցին ավելի մեծ մոտենամ, ես պիտի խոսեմ երկու բառով կառավարության ծրագրի մասին, որը հաստատվեց մոտավորապես 2-3 շաբաթ առաջ ազգային ժողովում, դա 2.3 գլուխներ, որտեղ մենք հատուկ դրույթ ունենք քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի բարելավման, դատապարտյալների կենցաղի եւ պահման պայմանների բարելավման մասին եւ կարեւորագույն մի դրույթ կար պրոբացիոն ծառայության ստեղծման մասին։ Դա կառավարության կարեւորագույն ծրագրերից մեկն է, առաջնահերթություններից, որ մենք նախատեսում ենք առաջիկա տարիների ընթացքում հիմնել Հայաստանում։ Պրոբացիոն ծառայությունը դա քրեակատարողական համակարգի այն մի կարևոր հատվածն է լինելու, որը զբաղվելու է ազատազրկման հետ չկապված պատիժներ կրող դատապարտյալների խնդիրներով։ Եվ կարծում եմ, որ պրոբացիոն ծառայության հիմնադրմանը զուգահեռ մենք էականորեն դատապարտյալների իրավիճակի բարելավում կունենանք մի քանի ասպեկտներով, մի քանի ուղղություններով։ Մասնավորապես մենք դրանով կհասնենք քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը, մենք դրանով կհասնենք էականորեն պետական ծախսերի խնայմանը, որոնք ուղղվում են այս համակարգ եւ բնականաբար այն ծախսերը, որոնք խնայվում են, դրանք մենք կարող ենք ուղղել ավելի էֆեկտիվ դարձնելու համակարգի գործունեությունը եւ մասնավորապես նաեւ քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը։ Այդ խնդիրը առաջնահերթություն է եւ մենք լրջորեն զբաղվելու ենք դրանով։